Բարեձեզ Factor TV հյուրը միտքը վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, ողջույն։ Մենք անպայման խոսելու ենք Հայաստանի ներքաղաքական իրողություններից, բայց անպայման սկսենք Ադրբեջան, Չինաստան ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումից, Ալիևը Պեկինում է եւ նրանց նախագահ Սի Ցզինպինի հետ է ստորագրել։ Ամենակարևոր հարցերից մեկը իհարկե կոմունիկացիաներն են, որ մեզ կարող են հետաքրքրել, պայմանավորվել են ուժեղացնել չինական գոտի եւ ճանապարհ նախաձեռնության համապատասխանեցման process-ը Ադրբեջանի մետաքսի ճանապարհ վերածնունդ ռազմավարությանը եւ Ադրբեջանը նաեւ փորձում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը տեղավորել չինական այս մեծ նախագծում։ Այդ դուք ինչ եք տեսնում, ինչ է սա նշանակում։ Մենք ձեզ հետ խոսել ենք Չինաստանի դերի մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որ մի քանի անգամ ադրբեջանական Boeing-ը գնացել է ռազմական արդյունաբերական քաղաքներ Չինաստանի։ Մենք հիշում ենք, որ Չինաստանը չթողեց, որ անվտանգության խորհրդի նիստում հայտնի բանաձևը անցնի Ադրբեջանի դեմ, եւ Չինաստանի դեսպանը այցելել էր Ղարաբաղ, Շուշի եւ ասել էր, որ Զանգեզուրի միջանցքը հենց այդ արտահայտությունը լիովին տեղավորվում է չինական մեկ գոտի մեկ ճանապարհ ծրագրի մեջ։ Իհարկե հետո հերքեց, բայց մենք տեսնում ենք, որ Չինաստանը հետաքրքրված է այս թեմայով։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Չինաստանին չի հետաքրքրում ով է վերահսկելու ճանապարհը։ Չինաստանը գլոբալ մեծ երկիր է, երկրորդ խաղացողը։ Նրան ուղղակի պետք է ունենալ այդ ճանապարհը, որը կկապի Չինաստանը, Միջին Ասիայի երկրները, Հարավային Կովկասը, Եվրոպայի հետ։ Իսկ Ալիևին եւ Ռուսաստանին պետք է արտատարածքային։ Ալիևին ինչու, որ անընդհատ որպես ճնշման միջոց օգտագործի դա Հայաստանում ներքաղաքական լարվածության, ինչու՞ չէ նաեւ եթե հետագայում կարողանա կտրի Հայաստան-Իրան կապը եւ ուրեմն հարավում Հայաստանի ինչ-որ պրովոկացիաների գնա։ Իսկ Ռուսաստանն էլ, որը չի ցանկանում դուրս մնալ այս գլոբալ ենթակառուցվածքների լոգիստիկ ճանապարհներից, որովհետեւ Չինաստանն էլ կցանկանա շրջանցել Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը սանկցիաների տակ է գտնվում եւ ավելի անվտանգ ոչ կոնֆլիկտային ճանապարհ է փնտրում Չինաստանը։ Ռուսաստանը թողեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա, որպեսզի հետո բանալին ճանապարհների գտնվի իր ձեռքում։ Մենք գիտենք, երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, ՖՍԲ-ն է վերահսկելու, ինչու են անդադ այդ 9-րդ կետը շեշտում է ստեղել որոշ քաղաքագետներ, այսինքն Ռուսաստանը չի ուզում դուրս մնալ այս լոգիստիկ ճանապարհներից։ Գլոբալ առումով Չինաստանին մեկ է ով է դա վերահսկելու, այնպես չի Չինաստանը արտատարածքային միջանցքի ուզում։ Բայց ինչ վերաբերում է ռազմավարական համաձայնության հուշագրին, մենք պիտի ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրենք, որովհետև տեսնում ենք Տրամպը աննախադեպ լարման է տարել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ։ Մենք էլ նույնպիսի փաստաթուղթ ունենք ԱՄՆ-ի հետ։ Ինչու՞ մեր դիվանագիտությունը չի տանում այդ քաղաքականությունը։ Եվ կա մի ճշմարտություն, որ Հայաստան այսօր Հարավային Կովկասում միակ պետությունն է, որ չունի Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն, մինչդեռ ԱՄՆ-ի հետ ունի, իսկ Ադրբեջանը ձգտում է ունենալ նաև ԱՄՆ-ի հետ իդեպ։ Շատ ճիշտ է, Վրաստանի հետ ունեն, Անակլիայի նավահանգիստը Չինաստանը կառուցում եւ այս գլոբալ պայքարում Չինա-ամերիկյան հակամարտության իդեպ կարող են իրենք պայմանավորվել, բայց դա չի փոխի Չինաստանի վտանգը Միացյալ Նահանգների համար, որը ավելի մեծ է համարվում, քան ռուսական։ Եվ ինչու մեր դիվանագիտությունը ես չեմ տեսնում, չի աշխատում այդ ուղղությամբ, այ հիմա մեզ համար լավ առիթ է ցույց տալու, որ Չինաստան եւ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է։ Մենք այդ քայլը ցավոք չենք կատարում։ Իսկ Չինաստանի գործերի հավատարմատարի այն պնդում է, որ Չինաստանը մտադիր է Հայաստանը երևս ներառել այդ մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծում, ես ուզում եմ սա հիշեցնել նաև Ալիևի Վրաստանի նախագահի հետ հանդիպման մի հայտարարություն, որ մեկ գոտի մեկ ճանապարհ այդ նախագծի մասը է ռեգիոնում Ադրբեջանը եւ Վրաստանն են, իսկ Հայաստանը դուրս է մնացել, այսինքն նա կարծես մատնում էր, որ Հայաստան կիսաբլոկադայի ենթարկելու ռազմավարություն են առաջ տանում։ Հայաստանը պիտի Չին հավատարմագրված դեսպանի ներկայացուցչին մի հարց տա, այո, մենք էլ ենք ուզում լինել անդամ, բայց որն է տարբերակը։ Դուք տարածքային ամբողջականություն եք, չէ՞, ամբողջ աշխարհում պաշտպանում, Թայվանի խնդիրը ունեք, պիտի խորամանկ վարվեր։ Դուք դեմ եք, որ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պահպանի։ Ես չեմ կարծում, որ Չինաստանը ասի, այո, դեմ եմ։ Ինքնորոշման իրավունքը դեռ դնենք մի կողմ, այսինքն պետք է վատ իրավիճակում դնել չինական կողմը, ինչպես Զելենսկին արեց, չէ՞, ասաց ես
ցավալիորեն ինքը լավ էլ գիտեր, իմացա, որ Չինաստանը զենք է վաճառում դա եւ Չինաստանը սկսեց արդարանալ։ Նույնը Հայաստանը պիտի անի, փոքր է, բայց ինչու պիտի Ալիևը այդպես իրեն լուրջ զգա, մենք ոչ։ Հարց եք տալիս, ինչու եք ասում, որ պետք դուք եք համաձայն Ադրբեջանի հետ, այսպես պիտի կրվածնել, որ դա պիտի լինի արտատարածքային միջանց։ Եթե այո, ուրեմն դուք չեք հարգում տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այսպիսի դիվանագիտություն պիտի տա։ Այսինքն Ադրբեջանը փորձում է Չինաստանի, այսպես ասենք, ձեռքով, այո, ընկալումը բերել միջանցքային տրամաբանություն։ Այո, միանշանակ եւ Ռուսաստանը այստեղ հաստատ իրենց կօգնի։ Ռուսաստանից վերջին շրջանում շատ են, ինչպես միշտ երևի վերջին մի 4 տարվա ընթացքում մեկնաբանում հայաստանյան իրողությունները, վերջին մեկնաբանողը նրանց փող արտգործնախարարն էր, որը էլի հիշեցնում էր, որ Եվրամիությանը ինտեգրվելու Երևանի ձգտումները մտահոգում են, հա, փաստորեն Մոսկվային, պարոն Գրուշկոն էր, մի խոսքով ես հիշեցնեմ նաև Գալուզին են հայտարարությունը, որ ցավոտ է լինելու Հայաստանի համար ԵՄ գնալ եւ այլն։ Սրանք թվում են թե այս գլոբալ պայքարի հետ կապ չունեցող հարց է, միայն հայ-ռուսական, բայց երևի ունի, հա, այդպիսի կապ եւ ինչպես կմեկնաբանեք սա։ Գիտեք, սա ինձ ուրախացնում է, ինչու՞ ճակերտավոր, որովհետև որ ասում են մենք պետք չենք Ռուսաստանին, այդքան պետք ենք, որ ամենօրյա ռեժիմով այնելես լարված իրավիճակում, որ չգիտեն ինչ կլինի ռուս-ուկրաինական ռազմաճակատում, Հայաստանին ասում են չգնաս, տեկին ցաղային ասենք, չգնաս Հապկից, չգնաս ԵՏՄ-ից, բա ես պետք չենք, չէ, դու ասում եք կարևոր չենք, այստեղի իրենց մոնետիկներն են շատ ներողություն, որ մենք ոչ մեկ ենք։ Ուրեմն պետք է դրա վրա խաղալ, եւ Ռուսաստանին պիտի հարցնել, դուք ասում եք դա Հայաստանի ներքին գործն է, չէ՞։ Մեկ էլ է ասում, մեկ ամեն օր վախացնում եք, երրորդն է պիտի ասում, որ մենք Եվրամիության անդամ դեռ չենք դարձել։ Դա երկար ճանապարհ է։ Իսկ իրենց չի մտահոգում, որ Ալիևը ասում է օկուպացրել է Ռուսաստանը Ուկրաինայի հողերը եւ մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ալիևի կարելի է ամեն ինչ ասել Ռուսաստանի հասցեին։ Գիտեք ինչու է կարելի, որտեվ Ալիևը վստահ է խոսում, միայն չասեք որտեվ ուժեղ է, էլի խնդրում եմ, ասենք ես Հայաստանը իրենցից թույլ չեմ պատկերացնում, այլ հարց է, որ թույլացնում են Հայաստանին, բայց եթե Հայաստանում լինի ինքնիշխան ղեկավարություն, մենք ընդհանրապես թույլ չենք Ալիևից 5 երկրով չեն կարողանում մեզ պարտության մատնել։ Մենք էլ պիտի հավասար խոսանք, պիտի ասենք հիմա ո՞րն է խնդիրը, դուք ասում եք դա ձեր գործն է։ Դուք Ալիևին զինում եք, դուք Թուրքիային զինում եք, մենք ձեր դաշնակիցն ենք, ձայն չենք անում, չէ՞։ Մենք ինչա իրավունք չունենք մեր քաղաքականությունը վարել։ Եվ այստեղ գիտեք ինչն է կարևոր, նախորդ հարցին նաև անդրադառնամ, այստեղ մարդիկ կային, որ ասում էին գնանք դառնանք Չինաստանի հետ անդամ։ Ղուկասյանը հիացած էր չինական մոդելով իդեպ Գյումրի քաղաքապետը։ Բայց Հայաստանը եւ միութենական պետությունում էր տեսնում։ Այո, մեզ էլ փորձում էին տեղավորել չինական տնտեսական մոդելում, հիշում եք, այստեղ գովազդում էին, եկեք դրա անդամ դառնանք, բայց հիմա ԱՄՆ-ն որ տարիֆներ են, մաքսատուրքեր է դրել Չինաստանը։ Պատկերացնում եք Հայաստանը լիներ, ասենք այդ կազմակերպության անդամ, երբ որ խոսում եք, պիտի մտածեք, թե գլոբալ պայքարում ամենաճկունը որ դիրքն է, դա մնալն է Հայաստանում, այսպես չգնալ արևմուտք արևելք, բայց խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Տեսեք, արևմուտքի հետ Հայաստանի գործընկերության դեմ տարբեր նարատիվներ կան, այ Գյումրի քաղաքապետից խոսեցինք, այս անձի քննարկման մասին չեմ ամենևին առաջարկում խոսել, այլ այդ նարատիվի, հա, որ Եվրոպական միությունը դա մեզ պարտադրում է փոքրամասնություն դառնալ, ոչ թե հարգել նրանց իրավունքները, այլ դառնալ, հա, գալիս են մեզ հարկադրելու, որ մենք դառնանք նույնասեռական, ըստ նման անձանց տրամաբանության, հետևաբար եկեղեցում կգնդակահարենք այն քահանային, ով կամուսնացնի այդ զույգին։ Հայաստանում նման օրակարգ երբեք չի եղել, բայց երևի փորձում են ցույց տալ իրենց նվիրվածությունը ճակերտավոր ազգային արժեքներին, հա։ Թե ինչ են անում գործից հետո ազգային արժեքների հետ, դա իրենք իհարկե չեն ասի նման անձիկ։ Այ սա ռուսական նարատիվ է, ինչու է Հայաստանում շրջանառում։ Սա լուրջ հիբրիդ գործիք է։ Ես ցավալիորեն իհարկե չեմ սիրում խոսել այդպիսի թեմաների մասին, որովհետև դա մարդու անձնական կյանքն է, բայց BBC-ն մի մեծ ուրեմն հրապարակում էր նվիրել նրան, որ Ռուսաստանը տեսնում է, որ Տրամպի աջակիցները հիմնականում եվանգելիստներն են, քրիստոնյաներ, այդ արժեքները եւ այլն, եւ ամենօրյա ռեժիմով Հիսուսից է խոսում, աղոթքից է խոսում, դա մեզ համար է ծիծաղելի, բայց կա շերտ, որի վրա դա ազդում է։ Հայաստանում կան այդպիսի մարդիկ, որոնք այդպես մայր Հայաստանում
ասում են մեր ավանդական արժեքները եւ այլն, բայց գիտեք, ցավալիորեն պիտի նշենք, որ նախկին իշխանությունների ամենաբարձրաստիճան օղակներում կային մարդիկ, բոլորս գիտենք, որոնք այդ արժեքները չէին կրում։ Ռուսաստանի բարձր ղեկավարության մեջ էլ կան այդ մարդիկ, հիմա չեք նստելու բոլորի լվացքը պարանից փռենք։ Դա ազնական խնդիրն է, բայց երբ որ այդ հարցն է քաղաքական դաշտ, ասենք սևացնում են օրինակ նույն Եվրամիության ԱՄՆ-ին, դա տեսա։ Սալավյովը այնուր ասում է, լավ են արել, որ Զատիկին հարվածել են ուկրաինացիներին, դա գեյերին են հարվածում։ Ու իր մասին բոլորը կներեք, էլի գիտեն ինքը ինչ կողմնորոշում ունի այդ անձնավորությունը, այսինքն սա սուտ օրակարգ է, կամ քրիստոնյաները, չէ՞, իրենք մարդասպան են, կոռուպցիոներ, բայց քրիստոնեական արժեքներն են պաշտպանում։ Սա սուտ է։ Ես ինքս կողմնակից չեմ այդ ինկլյուզիվ մշակույթին, այդ որ պետք է պարադներ անեն եւ այլն, բայց մարդու իրավունքները պետք է հարգել, ոչ մեկին չպետք է ճնշել իր կողմնորոշման համար, այլ հարցը որ դա պետք է գովազդ չդառնա։ Եվ հենց արևմուտքը սա շատ կարեւոր է, մերժեց Բայդենի օրակարգը ինկլյուզիվի։ Հենց Ամերիկան իր պարտության մեծամասնությունը իր օրակարգից էր, իհարկե նա շատ հայամետ էր իրեն դրսևորում, բայց կային հարցեր, որոնք հենց արևմուտքը մերժում են նույն Եվրոպան, այնպես որ մի եկեք, այդպես գովազդեք, որ դա արևմտյան արժեքներ են։ Դե տեսեք, սա ինչու է նաև արվում, որ Ռուսաստանը այսպես ավանդական արժեքների պահապան երկիր է, իրենք հենց իրենց այդպես պաշտոնապես առաջարկում են այդպես ընկալել, օկուպանտ է, պատերազմի հանցագործ եւ այլն, դա մի կողմ դնենք, հա, եւ որպեսզի չխաթարվի հայուգենը, այսպես ասած, ազգային արժեքները Հայաստանում, եղեք մեզ հետ, մենք կպաշտպանենք ձեզ։ Առաջ թուրքերից էին պաշտպանում եւ ադրբեջանցիներից, հիմա այդ թեզն էլ չի ուտվում, որովհետեւ ռուսները Արցախում էին, Արցախ չկա, ռուսները Հայաստանում են, Հայաստանի տարածքների մի մասը օկուպացրել են, Աստված մի արածցե նույն փորձությունը պատահի հայ-թուրքական սահմանի հետ։ Հա, այ ինչ կարող եք ասել այս գործելավոճի մասին։ Նախ հենց շատ ծիծաղելի է, որովհետև հենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ցած ղեկավարից Ռուսաստանի ապրում են արևմուտքում, այդ վատ արևմուտքում, այդ արվամոլների կներեք արևմուտքում, պրոպագանդիստների մեջ կան այդպիսի մարդիկ։ Փոխում են իրենց ազգանունները։ Փոխում են մի քանի պասպորտներ ունի, օրինակ Եկատերինա Անդրեևան, չէ՞, հայտնի պրոպագանդիստուհին 3 հատ պասպորտ ունի, ամբողջ օրը Եվրոպայում է, այսինքն դա նույնիսկ ծիծաղելի է։ Եվ դրա մասին պիտի խոսել, որովհետև հասարակության մեջ կան շերտեր, հատկապես բարձր տարիքային, որոնք իրոք հավատում են, որ Ռուսաստանը ավանդական արժեքներ պաշտպանում։ Ես ձեզ ասեմ, Պուտինի իշխանությունով 20 միլիոնով ավելացել է մահմեդական բնակչության թիվը Ռուսաստանում։ Նախ դա հարց է քրիստոնեական է լինելու Ռուսաստանը տարին անց թե ոչ, այն էլ էս դեմոգրաֆիական խնդիրներով, որ իրենք ունեն։ Դա հարց է։ Շամանիզմն էլ այնտեղ ծաղկում է վերին օղակներում, այսինքն դա սուտ է։ Քրիստոնեությունից խոսում են մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են քրիստոնեությունից, եւ սրա մասին պետք է խոսել Հայաստանում։ Տեսեք, իսկ ձեր կարծիքով Ռուսաստանը 26-ի ընտրություններին ընդառաջ ինչպիսի գործիքակազմեր է կիրառելու Հայաստանի ներքաղաքական process-ներ խառնվելու, ես նույնիսկ չեմ հարցնում, խառնվելու է թե չէ, դա մի տեսակ ժամանակի վատնում կլիներ, այս նարատիվները հասկանալի է, որ արևմուտք գնա կկործանվեք, որ թուրքերը ձեզ կուտեն, պարոն Ղուկասյան շատ լավ ներկայացնում է, ռուսական ռազմաբազան այստեղ չլինի, քայլելով կգան մեզ բոլորս կուտեն եւ այլն, էլի։ Ինչ ռազմավարություն կունենան, ինչ խմբերի կաջակցեն, ինչ նարատիվներով, ինչ է դες։ Նախ պարոն Ղուկասյանը չի այդ մտքի հեղինակը, մի խախտեք հեղինակը, խնդրում եմ, որ եթե Գյումրիի բազան չլիներ, չասենք ով էր դա ասում եւ շարունակում էր ասել այսպիսի մարդկանց են աջակցելու որոնք կեղծ փաստաթղթերով են ընտրվում որոնք մարդասպան են որոնք օլիգարխ են այդ արժեքները Ռուսաստանը պաշտպանում է բայց պաշտպանում է Հայաստանում այնպիսի ուժերին որոնք այդ արժեքներից իդեպ այն ժամանակ արևմտամետ էին իրենք ասենք կիլոմետրերով հեռու են դրա համար եմ ասում ես տեսնում եմ ոմանք էլ անդադ քրիստոնեությունից են խոսում ավանդական արժեքներ ժողովրդի մեջ պիտի տարածել որ նախ դա են գործելու որպես հիբրիդ պատերազմի միջոց որ մեր քրիստոնեության դեմ է այո արևմուտքը վատն է պանթուրքիզմը իդեպ վաղը ցեղասպանության հիշատակի օրն է առաջացել է ռուսական KGB ախրանկայում ներողություն դրա մասին Տարասովն է խոսել Ստանիսլավ վաղը դաշնակցությանը մի հատ այդ հարցը պիտի տան արդյոք Էվեր Փաշան եղել է ախրանկայի գործակալ դուք եք եղել Կանգնում
եք ցեղասպանության ուրացումից եք խոսում, բայց չեք ձեր սխալները եւ ձեր անցյալը չեք ասում։ Սա երկու, այդպիսի ուժերի պանթուրքիզմը որտեղ է առաջացել, Էրդողանի դաշնակիցը այսօր ով է աշխարհում, Վլադիմիր Պուտինը, այս նարատիվները երկրորդը տնտեսության մասին է խոսելու, այդտենց մի քանի օլիգարխների կասեն, ամեն օր խոսեն, որ Հայաստանի տնտեսությունը կոչնչանա։ Սամվել Կարապետյանը ավելի շատ հաղորդագրություններ կտարածի։ Այո, այստեղ մարդիկ էլ հոդված գրող, հա, եւ դպրոցը չավարտած հոդվածներ կգնեն, որ ԵՏՄ-ն շատ լավ է Հայաստանի համար միանշանակ, այս գործիքները տանելու եւ Արցախի հարցը պարտադիր խաղարկելու է Ռոբերտ ջան, արդեն խաղարկում են։ Այ որ ռուսները հետ կան այդ նույն հեղինակային իրավունքի անձն ասում, ես կլինեմ վարչապետ, Քոչարյանը ասում է նոյեմբերի 9-ից է պետք կարճել։ Իհարկե, տեսեք, երբ որ մտնում ես մանրամասների մեջ, արցախցիներ, Արցախ վերադարձի, ասենք ենթադրենք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարում ենք, տալիս ենք այդ անխոչնդոտ միջանցքը եւ ռուսներն ասում են լավ, արցախցիներ ջան, ձեզ վերադարձում ենք ձեր տներ։ Սա շատ էմոցիոնալ եւ նուրբ բան է, խաղում են, հա, մարդկանց այս կարոտի, թախիծի ողբերգության վրա, բայց չեն ասում առաջին, օրինակ, այս մարդիկ Ադրբեջանի քաղաքացի դառնալու են, թե չէ, ծառայելու են Ադրբեջանի բանակում ընդդեմ Հայաստանի, թե չէ, ունենալու են ադրբեջանական կրթություն, թե նաեւ հայաստանյան կրթություն, ըստ այդ դասագրքերի օրինակ պատմության Հայաստանը օկուպանտ երկիր է, թե ոչ, հա, եւ երբ որ գործնականացնում ես այս վերադարձի հարցը կամ ադրբեջանական բանակ լինելու է Ստեփանակերտում ոստիկանություն, թե լինելու է հայկական օրինակ, հա, կառավարում եւ այլ, երբ որ գործնականացնում ես այս հարցը, հասկանում ես, որ ուղղակի սա խոսում են, հա, բայց ինչպես են խոսելու 26-ին ընդառաջ։ Նախ առաջինը Ադրբեջանը թույլ չի տալի, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Դա իրեն բացարձակ պետք չէ։ Նույնիսկ Պուտինը, եթե զանգահարի եւ Պուտինը նույնիսկ չի կարողանում պատասխանել Ալիևին, որ նա իրեն ասում է ներողություն խնդրի, ամեն օր ասում է ներողություն խնդրի։ Սա մեկ։ Երկրորդը Պուտինը չի կարողանում ազատել Արցախի ղեկավարներին։ Պուտինը կարողանալու մի ամբողջ ժողովրդի անվտանգություն պահել, եթե ուզի։ Երրորդը ես արցախցիների հետ շփվում եմ, իհարկե ոչ բոլորի, բայց չեմ կարծում այդ ամեն ինչը տեսնելուց հետո պիտի գնան էլի հավատան, որ Ռուսաստանը պահելու է իրենց անվտանգությունը։ Դեռ կարողանալը եւ ուզելն էլ տարբեր հարցեր են։ Մյուսը Ռուսաստանը Ադրբեջանը հասկանում է, ուզում է իր տարածքում ունենալ բազա, հենց Ադրբեջանում։ Դրա համար են անդադասում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որ Ադրբեջանը եթե հանկարծ շատ մտերմանա Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի կամ Արևմուտքի հետ, էլի ասեն 1 րոպե այնտեղ Արցախի հարցը պարզ է, չէ՞, բոլորից հասկանում ենք, դա չի նշանակում, որ Արցախի հարցը պիտի փակել, բայց Արցախի հարցը չպիտի շատ նեղություն ֆուտբոլային գնդակ լինի Վլադիմիր Պուտինի եւ նախկին իշխանությունների համար։ Եվ այսօր տեսնում եմ շատ արցախցիներ հասկացել են դա եւ նախկին իշխանություններից են պահանջում Թալանը վերադարձնել, դա լավ է, ճիշտ գործընթացներ է տեղի ունենում Հայաստանում։ Արցախի հարցը իհարկե շարքելու են, բայց դուք որ ասեք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարել։ Այդ 9-րդ կետը կարդացել են այդ մարդիկ։ Այդտեղ գրած է բոլոր ճանապարհները պետք է ապա շրջապատվեն, բոլոր։ Ալիև ասում է միայն այդ հատվածն են բացում։ Մինչև գալը թե ով է վերահսկելու, առաջին նախադասությունը թող իրենք անեն, հետո մենք կգանք վերջին, բայց չեն անի։ Շատ հետաքրքիր, տեսեք, հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է եւ սա եւս մեկ անգամ առիթ է խոսելու Հայաստան-Թուրքիա այսօրվա հարաբերություններից, բայց միշտ դրան գալը, տեսեք, այսպես Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում նաեւ ոնց է տարածվել մեր վախերը թուրքերից, հա, մեր վախերը ադրբեջանցիներից, դրանք օգտագործել եւ ըստ էության մեզ դարձնել իրեն հնազանդ կամ ազդեցության գոտում գտնվող երկիր, այ որ մենք չլինենք, թուրքերը կհարձակվեն, որ սահմանից դուրս գանք, թուրքերը կհարձակվեն, իրենք Արցախում են, ինչու թուրքերը հարձակվեցին, հա, այս հարցին երբեք չեն պատասխանում։ Կամ եթե թուրքերը հարձակվեն, իրենք ոնց են 5000 հոգով պաշտպանելու են, կամ դեսանտ են ինչ էսն, այսինքն, բայց կխնդրեմ ասեք Հայաստան, այս ինչպես է այստեղ վտանգի չենթարկել Հայաստանի արևմտյան սահմանը, ունենալով օրինակ օրակարգ այդ սահման ամբողջությամբ ինչ որ մի օր հայաստանյան վերահսկողության տակ առնել եւ չդառնալ գործիք ռուսը չլինի, թուրքը ձեզ կուտի այս նարատիվին։ Դա պատմականորեն է, նոր չի, երբ որ Հայաստանի առաջին հանրապետության վրա իդեպ դաշնակցությունը ոնց որ տեղյակ չի հարձակվել էին երկուսով
Այդ օպերացիան արեցին, Վիրսոնյան համաձայնագրեր չկատարելու համար Սևրի պայմանագիրը ինչ եղավ։ Արևմուտքի ներկայությունը Հարավային Կովկասում կարմիր գիծ է եւ Թուրքիայի համար եւ Ռուսաստանի, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա։ Եւ երբ որ այդ վտանգը կա, իրենք միասնական են։ Երբ որ վտանգը չկա, արդեն իրենք իրար մեջ պիտի կիսեն։ Միասնական չեն։ Դրա համար անդադ ասում են 3+3 արևմուտքը տեղ չունի, մենք իրար հետ կկիսենք, ոնց որ միշտ կիսում են։ Եվ Հայաստանի տարածքները կիսում են Թուրքիայի հետ։ Եվ կներեք, որ ընդհանրում եմ հիշեք ձեր խոսքը, Ռուսաստանն այլ առանձնակի հետաքրքրություն է դրսևորում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այսպես ներկա լինելու Ռուբինյանի հետ վերջերս ռուս բարձրաստիճան պաշտոնյանից մեկը որ խոսել էր, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել այս գործընթացին, հա։ Չնայած իրենք ասում են կողմնակից են, որ հարաբերություններ կարգավորեն, բայց իրենց կողմից սնուցվող ուժերը տենց ասում են ոչ մի Թուրքիա, ոչ մի Թուրքիա, իդեպ վերջերս մենք իմացանք, որ եւ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը ասել են ցեղասպանության թեման դնենք մի կողմ, կարևորը Թուրքիայի հետ սահմանը բացելն է, չէ՞, այսինքն կա ուղակի խոսք եւ կա ներքին բանակցություններ, թե ինչ են խոսում Գրայզայի հետ։ Այո, բանակցային process։ Այն որ Թուրքիան պատրաստ չէ այսօր մեզ հետ լինել խաղաղ եւ դա Թուրքիայի ղեկավարությունից է, որ իդեպ չգիտենք կփոխվի թե ոչ, այս տարբեր շերտեր են։ Էրդողանի Թուրքիան, Վլադիմիր Պուտինի նման իմպերիայի կարոտ Թուրքիա է եւ այդ Թուրքիան դրա համար մեզ հետ չի կարգավորում հարաբերությունները, կփոխվի իշխանություն, կկարգավորի։ Մեր տեսակետը սա պիտի լինի, որ ուժերը կարող են զսպել Թուրքիային։ Վտանգը թուրքական, դա Ռուսաստանը չի։ Ես հիշում եմ նույնիսկ կարծեմ Պիսկովին հարցրեցին, եթե Հայաստանի վրա հարձակվի Թուրքիան, պաշտպանելու եք, պատասխանը այո չէր։ Չհասկացանք ինչ ասեց։ Պարզ է, չէ՞ որ երկրորդ բանակի դեմ ՆԱՏՕ-ը Ռուսաստանը չի կարող պայքարել, Ուկրաինայում չի կարողանում մի մետր առաջ գնա, մի գյուղ են գրավում, դա համարվում է մեծ հաղթանակ, անձեն քնած մարդկանց են սպանում, կարողանալու է Էրդողանի դեմ պայքարի, Էրդողանն ասում է Ուկրաինան ես կգնամ կպաշտպանեմ, ինձ դարձեք Եվրամիության անդամ, Պուտինը ինչի՞ չի մի բան ասում, Հայաստանը կարող է այդպես բան ասի, իսկ որ երկրներն են դրանք, արևմուտքի երկրները, որոնք կարող են լիրան 1 րոպեում պայթեցնել, որ Տրամպն ասել ես կպայթեցնեմ տնտեսությունը, ու տենց էլ եղավ, հիշում եք առաջին իր պաշտոնավարման ժամանակ եւ միայն արևմուտքը կարող է զսպել Թուրքիային, եթե ցանկանա, բայց ես տեսնում եմ, որ արևմուտքը փորձում է ճնշել Թուրքիային, դրա համար Թուրքիան կոնստրուկտիվ է փորձում մեզ այդ Երևան ունի սահմանադրության հետ կապված հիշում եք Ֆիդանի խոսքը։ Թուրքիան երբեք այո, եւ դա դուրս չէր եկել, այո, եւ դա դուրս չէր եկել Ադրբեջանին, այստեղ իրենք խնդիրներ ունեն, այսինքն Թուրքիան շատ է զգուշանում, հատկապես պատմականորեն հաշվի առնելով ցեղասպանության իրողությունը, եւ մենք պիտի արևմուտքի միջոցով զսպենք Թուրքիային, ոչ թե զսպենք մեկի միջոցով, որը ինքը այսօր Թուրքիայի ցորտն է եւ Էրդողանին որևէ խոսք նույնիսկ Սիրիայում ոչ մի բան չասեց, ինչի՞ պիտի Հայաստանի շուտ բան ասի։ Ու նաեւ ինչպես չդառնալ գործիք, այսպես ասենք, հա, այսինքն մեր եթե նայենք օրինակ ռուս թուրքական, ռուս պարսկական պատերազմների վիճակագրություն ես դիտարկել եմ, դրանց մի զգալի մասը, համարյա մեծ մասը, հա, տեղի ունեցել այս տարածքում։ Այսինքն Ռուսաստանն այլ մեր տարածքը տարիներ շարունակ, դարեր շարունակ այսպես դիտարկել է այս երկու հարևանների դեմ հարձակման, հա, տարածք որպես եւ ռուսները կարող են ասել մենք ձեզ թուրքմեն չայ պայմանագրով պետականություն ենք նվիրել կամ պետություն ենք նվիրել, բայց նաև հայկական տեղահանությունների մասին մենք գիտենք Իրանի, Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրագործումը, հա, այ այսպես երկարաժամկետ հեռանկար, ինչպես այո, լավ գիտակցելով Թուրքիայի վտանգավորությունը եւ Ադրբեջանի նաեւ Իրանի հետ գործընկերության ռիսկերը արևմուտքի տեսանկյունից շատ բարձր ռեգիոնում ենք, էլի, այսպես անել, որ մեզ չդիտարկեն որպես ամրոց հարձակվելու մեր հարևանների վրա, վտանգելու մեզ եւ այլն եւ այլն։ Տեսեք, ես միշտ Իսրայելի օրինակն եմ բերում։ Իսրայելը ավելի փոքր է եւ շրջապատված էլի իր թշնամական պետություններով, չէ, որոնք իրեն ոչնչացնելու, այո, վտանգի տակ են դնում։ Ինչ է անում։ Ինքը ինքնաբավ է իր զենքերով, իր ԱԹՍ-ներով, զենք, զինվել, այդ գումարները, որ մսխել են պարոնները, այդ գումարներով պիտի զենք գնեին։ Մենք ինչ ենք ասում, այդ փողերը հետ բերեք, ուղղակի բառի համար չենք ասում, որ ձայն հավաքենք, ասում ենք, որ տնտեսություն զարգացրեք, բանակ զարգացրեք։ Պարզ է, մենք Թուրքիայի դեմ չենք կռվելու, եւ մեզ դաշնակիցներ են պետք, բայց դաշնակից ունենում է նա, ով ինքը ինքնաբավ է։ Եթե Ուկրաինան իր զենքերի 60%-ը չարտադրեր, այսօր իրեն ոչ մեկ չէր օգնի։ Բոլորա Զելենսկուն ասում էին, արի մեզ մոտ ապաստան խնդրի, չէ՞, պատերազմի
սկզբում։ Իրենք պայքարեցին, ունեցան դաշնակիցներ, չեք պայքարի, չեք ունենա։ Այսքան առաջի միջոցը դա ինքնուրույն լինելն է, որևէ մեկից կախված չլինել, բոլորի հետ պիտի խոսել պարզ։ Օրինակ ասում են ինչի է Փաշինյանը մայիսի 9-ին գնում, իսկ ինչի պիտի չգնա։ Ես հասկանում եմ, որ իմ որոշումը լիներ էմոցիոնալ, ես էլ չէի գնա, բայց պիտի գնալ եւ հարցադրումներ անել, ինչքան կարելի է փախչել, ոչ ԵՏՄ-ից դուրս գալ, ոչ ՀԱՊԿ-ից նեղանալ, չգնալ։ Գնացեք եւ Պուտինին բոլորի առաջ այդ հարցերը տվեք, ասեք հիմա դուք մեզ պաշտպանելու եք, որ Ադրբեջանը հարձակվի, թե ոչ։ Իհարկե մենք ֆակտորիվ այս թեմայով քննարկում ունեցանք եւ ամեն մեկը իր դիրքորոշմանը մնում մայիսի 9-ի այսպես շքերթի մասնակցության վերաբերյալ, բայց նախորդ մայիսի 9-ին երբ որ Փաշինյանը գնացել էր Պուտինի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական զորքերի սահմանապահների դուրսբերման վերաբերյալ, չէ՞, տարբեր հատվածներից, մինչ այդ ձևարտնոցում էր process, Իրանի հետ սահման եւ այլն, ակնկալել ինչ որ նմանատիպ գործարք, այսպես հայ-ռուսական գործարք։ Դե եթե այդպիսի լավ գործարք լինի, հուսով եմ, բայց եթե ոչ որևէ պայմանավորվածություն ռուսական հարթակներում չեն գալիս, միևնույն ժամանակ չենք տալիս Զախարովային առիթ, պատճառ ասելու, որ մենք Հայաստանին չենք պաշտպանելու, տեսեք մեզ հետ ոնց են իրենց դրսևորում, պետք է գնալ, ինչպես Ալիև, եւ հետո ասել այն, ինչ որ ուզում ես, ու ճիշտ ես գտնում։ Այդ ժամանակ քեզ ոչ մի բան չեն կարող մեղադրել։ Իսկ այսպես կասեն, տեսնում եք, արհամարեցին չեկան։ Այսինքն ինքնասիրությունը պետք է աստիճան ունենա, դա վայրենի երկիր է, ես այն օր ասեցի, արնածոր, որը չգիտի ինչ կլինի, Պուտինը արդեն խնդրում է, որ Տրամպը դուրս չգա բանակցությունից, որտեղ եթե դուրս գա, դա մի այլ հարց է, ինքը էլ չի կարող չէ մանիպուլացնել ամբողջ ԱՄՆ-ն ու արևմուտքը, այդտեղ Ուկրաինային կսկսեն զինել եւ գիտենք ինչ կլինի Ռուսաստանի հետ, այս վիճակում կատաղեցնել Ռուսաստանին պետք չի, բայց դա չի նշանակում, որ մեր հարցերը, որոնք մենք ունենք, շփիթի տանք Ռուսաստանին, երբ որ Միրզոյանը խոսում է հարցեր է տալիս, Լավրովը շփոթվում է, այդպես պիտի պահել, ոչ թե փախչել, Զախարովն էլ ասի, ինքը Եվրոպամետ կամ արևմտամետ է։ Բայց նաև կարևոր է Ռուսաստան-Ուկրաինա հարթությունում այսօր կատարվող, գիտեք, չեղարկվել է Լոնդոնում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը եւ ըստ New York Times-ի հրապարակման պետքարտուղար Ռուբիոն չի գնում այնտեղ Զելենսկոյի հայտարարությունից հետո որ մենք դեմ ենք Ղրիմը Ռուսաստանին ճանաչելու Միացյալ Նահանգները տարբեր առաջարկներ են ներկայացրել այսպես ընդհանուր Զապորոժիայի ատոմական ամերիկյան այսպես կողմին հանձնելու, բայց Ռուսաստանի եւ Ուկրաինային մատակարարելու կտրվածքով, հա, հոդվածներով այսպես ինչպես եք դուք գնահատում այստեղ իրավիճակը, փակուղային է թե բարդ է, բայց կարող է առաջ գնալ, Թրամփն ասում է մի շաբաթվա ընթացքում կարող է գանք գործար։ Ես մնում եմ իմ այն տեսակետին, որ ԱՄՆ դուրս է գալու բանակցային գործընթացից, մեղադրելով իհարկե Ուկրաինային եւ Եվրոպային, դե գիտեք ինչու։ Թրամփը Պուտինի հետ դեռ հույսեր է կապում Չինաստանի ուղղությամբ։ Նա Պուտինին դեռ չի սրտնեղեցնի, այսպես ասենք, այդպեսի բառ օգտագործենք, բայց Պուտինը չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ դուրս գա։ Դրա համար նույնիսկ 2 օր առաջ ասաց, այո, կարելի է տեսնել հրադադարը ով է դա տարօրինակ է Ռուսաստանը երբեք դրան չի համաձայնվել։ Պուտինը ամեն ինչ պիտի անի, որ Տրամփին չկորցնի։ Տրամփը իր համար կարևոր է, էսի տեսքով։ Երկրորդը սցենարները տարբեր են, եթե ԱՄՆ դուրս եկա բանակցությունից, շարունակելու է զինել Ուկրաինային, թե ոչ։ Զենք կվաճառի ու Զելենսկին զենք ուզեց Եվրոպային եւ Ուկրաինային, թե ոչ։ Փոխանակեն տվյալները հետախուզական, թե ոչ։ Չինաստանի ուղղությամբ ինչ քաղաքականություն կվարի, սա մի ամբողջ աշխարհաքաղաքական բարդ չի այդ հարցը ոչ, puzzle-ը եւ ոչ մեկ չգիտի նույնիսկ իսկ թվում է Տրամփը, թե ինքը ինչ քաղաքականություն կվարի, ինչ վերաբերում է տարածքների հետ կապված։ Նախ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմի պատկանելիությունը Ռուսաստանին։ Ես կարծում եմ լավագույն սցենարը սա կլինի, նույնիսկ այդ 4 տարածքները։ Կանգնում ենք այնտեղ, որտեղ հիմա ենք, բայց դրան Ռուսաստանը ասում է չի համաձայնվի, նա ուզում է նաև այն տարածքները, որ չի գրավել։ Ռուսաստանը ուզում է նաև ճանաչեն այդ զավթուները։ Բացի դա էլ ասում է, որ այդ տարածքները, որոնք չեն գրավել, բայց մտնում են այդ 4 այսպես կոչված ինքնավար հանրապետությունների մեջ, էլի տվեք մեզ։ Երկրորդը Պուտինը 2 օր առաջ ասաց, որ անընդունելի է ռուսական կողմի համար Զապորոժիա ատոմականի փոխանցումը ԱՄՆ-ին, դա մերն է, մեր էներգետիկ համակարգի մեջ է։ Պուտինը ինքը հիմա պիտի գնա որևէ քայլի, Ուկրաինան ամեն ինչ արել է։
որ գնա։ Հիմա Պուտինն է մերժողը, թե նա էլի կփորձի հիմարեցնել ԱՄՆ-ին դա կաշխատի թե ոչ, չմոռանանք, որ ԱՄՆ-ում էլ է ներքաղաքական իրավիճակը լարված, արդեն Հեքսետը երկրորդ խայտարակության մեջ է Պենտագոնի ղեկավարը հայտնվել, գիտեք, այդ չաթերի հետ կապված, սիգնալում եւ այլոց հետ եղբոր փաստաբանների եւ արդեն կոնգրեսում ասում են, որ նրան պիտի ռազմական օպերացիաներ Հիլարի Քլինտոնը մի հատ մեյլ էր ուղարկել, դարձրեցին պատճառ WhatsApp-ային կամ mail-ային ծանոթությունը BDԽ նախագահային սկանդալ է։ Իհարկե, տեսեք, ամփոփելով ես կարող եմ ասել, որ որևէ մեկը չգիտի, որ սցենարը կաշխատի, բայց այն, որ Ուկրաինան չի ճանաչի եւ աշխարհը տարածքային պատկանելիությունը, ոչ Ղրիմի, ոչ 4 շրջանների, դա պարզ է։ Իսկ նույնիսկ եթե Տրամպը ճանաչի, դա ոչինչ չի փոխում։ Երուսաղեմն էլ է ճանաչել, բայց դա էլի վիճելի հարց է։ Եվրոպան օրինակ չի պատրաստվում։ Իհարկե, հետո Գերմանիան էլ կիսվել էր երկու մասի, հիմա չկա այդ երկու մասը։ Հյուսիսային Կորեան կիսված է, բայց բոլորն ասում են, որ մի օր միավորվելու են։ Ուկրաինան չպետք է կորցնի մարդկային ռեսուրսները, անսպար երկիր չի, աշխարհի ամենամեծ երկրի դեմ է պայքարում, միևնույն ժամանակ օրինական ձևով չճանաչի այդ տարածքների փոխանցումը, բայց այն, որ Պուտինը չի գնա խաղաղության, ես վստահ եմ, որովհետեւ դրանից հետո ինքը ներսում է ունենալու խնդիրներ, այդ մոբիլիզացված զինվորներն են հետ գալու, նա պիտի բացատրի ժողովրդին ինչի է հասել։ Դրա համար ամենտեղ կոնֆլիկտ է պետք եւ ցավալիորեն կարող է հաջորդը հարավային Կովկասում այդպիսի իրավիճակ ստեղծեն։ Հետո Ղազախստանում են խոսում, Հյուսիսում ռուսներ շատ կան, հիշում եք վերջերս Լավրովն էր ասում, անընդհատ Ռուսաստանին պետք է կոնֆլիկտ որևէ տեղ։ Դրա համար մեզ համար վտանգավոր է Ուկրաինայից հետո մենք պիտի շատ զգուշ լինենք եւ ուշադիր։ Այդ ռիսկը հաշվի առնելով մի քիչ հարցս անմարդկային է, մի քիչ ահագին, որովհետեւ պատերազմը զոհեր եւ ավիրացություններ իր հետ բերում, բայց քաղաքական 4 հաշվարկի տրամաբանությամբ Հայաստանին ձեռնտու է պատերազմի չկանգնելը, այսպես ասենք, որևէ կողմի հաղթանակի կամ պարտության կամ սառեցման կամ այդ Թրամփի պլանի համաձայն, թե ամեն դեպքում կարելի է ստատուս քվո պատկերացնել նոր։ Նայած ինչ կերպ կկանգնի պատերազմը, եթե կկանգնի այնպես, որ Ռուսաստանը կհասնի իր ուզածին, առաջ կգնա եւ կստանա այն ինչ ուզում է, աշխարհն էլ կճանաչի, չեմ հավատում այդ տարածքները Իրանը, ԱՄՆ-ի ճնշման տակ, դա բացասական սցենար է։ Եթե պատերազմը կանգնի, բայց Ռուսաստանը հասկանա, որ Ուկրաինան շարունակում է զինվել եւ Տրամփից հետո չգիտենք ով կլինի, արդյոք Տրամփը 4 տարի կմնա, թե 4 ամիս, դա էլ ենք չէ հաշվի առնում, կանխատեսելի չի, բայց այն, որ Ռուսաստանի թուլացում է մեզ ձեռնտու, ինչու, որովհետև Ռուսաստանը, երբ որ փորձում է ինչ-որ միտեղ մեկի հետ կիսել, Թուրքիայի հետ է միշտ հարավային Կովկասը կիսում։ Արևմուտքին ասում է գործ չունես։ Տարօրինական ՆԱՏՕ երկրորդ բանակին ասում է արի 3+3, արևմուտքին ասում է ոչ։ Եվ այն, որ Ուկրաինայի ուրեմն քաջության շնորհիվ է, որ մենք այսօր ժամանակ ենք շահել, 4 իհարկե ցավալի բան ենք ասում, բայց դե բոլորն են հասկանում, մենք այստեղ Ուկրաինա մեծ չենք, իհարկե մենք ժողովրդին ցավում ենք Ուկրաինայի համար, բայց մենք գիտակցում ենք, որ հաջորդը հարավային Կովկասն է կամ Մոլդովան, դա նայում իրենք իրենց ծրագրերում մտածում են այդ Օդեսայի ուղությամբ գնան Մերզնեստրով, որ դեռև բլոկավորեն Ուկրաինան, բայց Հայաստանը պիտի այդ ժամանակը չկորցնի, ոչ թե խաղաղության մասին խոսա ամեն օր 6 հատ առաջարկ ներկայացնի Ալիևին, որ նա չի էլ կարդում, այլ վերջապես զարգացնի տնտեսությունը, բանակը, մաքրի գեներալներից, որ հրաման չեն կատարել, հետո չասի իմ հրամանը չեն կատարել եւ օրենք հաստատի, որ ամբողջ KGB-ն վխտում է մեր ներքաղաքական դաշտում։ Հետաքրքիր բան ասեցիք, դա այն իմ նախորդ հարցից է գալիս, Ռուսաստանի գործիքակազմերից է ներքաղաքականության խառնվելու եւ ինչքան գործում Ես ցավալիորեն կասեմ, ես չեմ գերագնահատում, բայց երևի ամենաշատը Ռուսաստանի ներգրավվածությունը այստեղ է KGB-ի։ Ես տեսնում եմ, որ ամբողջ նախ ընդդիմադիր դաշտը, տիտուլային ընդդիմությունը, Ամերիկայի մեր լոբինգի վերնախավում մարդիկ, այսօր ռուսական լոբինգն են անում, ԱՄՆ-ին են քննադատում, Ռուսաստանին մի բան չեն ասում, ես սարսափելի եմ մտածել, թուրքագետներ լսում եմ, անուններ չտամ, ես ում հասկանամ իրեն KGB-ից են այդ օրը եկել խոսում, մենք թուրքագետ չունենք, կան մասնագետներ, ես մեծամասամբ եմ ասում, ամբողջ ինստիտուտներ են աշխատում այսօր Ռուսաստանի համար այստեղ, բանակում կան, ոստիկանությունում կան, ԱԱԾ-ում կան, եւ այսօր Նիկոլ Փաշինյանը, որ գնա 26 թվականի ընտրությունների, նա պիտի հասկանա, որ երկրի տակ ռումբ է,
ամբողջովին ռումբ է, տնտեսության տակ ռումբ, բանակի տակ ռումբ, ազգային ժողովում ռումբ, նա չի ազատվել 7 տարի, ասում եմ նույն դասարանում ենք մնացել, այո, եւ այսօր վում է կառավարելի է երևի։ Ոչ, կառավարելի չի լինելու, որտեվ տեսեք ինքը ինչ ասած, ասես պատերազմ չի լինելու, չէ՞։ Այսօր Վահագն Ալեքսանյանն ասում է, Ադրբեջանը ուզում է էսկալացիայի գնա, այսինքն նույնիսկ իրենք չեն էլ հասկանում Ադրբեջանն ինչ է ուզում, կոմպետենտ չի թիմը Նիկոլ Փաշինյանի, ինքն էլ է ասում, որ կոմպետենտ, կամ Արտադրության նախարարը գալի ասում է, ես չեմ դատավորները լավ չեն աշխատում։ Այս մարդիկ երևի տեղյակ չեն գործիքա կազմը ԲԴԽ-ն, դատավորների նկատմամբ ինչ կարգապահական վարույթ կարող են իրականացնել, հələ որ մեկին թող պատժեն, տեսնենք մյուսները ոնց են աշխատում։ Թե մենք չենք հասկանում, որ խաղ եք խաղում, բայց այս խաղը Հայաստանի համար շատ վատ է ավարտվելու, ես դա միշտ ասում եմ, եւ ձեր համար էլ, բայց այստեղ մեր խնդիրը Հայաստանն է, մենք որ իշխանությունների անվտանգությունը չենք պաշտպանում։ Շնորհակալ եմ կայացած զարգացումները Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալաքյանին։